Իշխանությունները իր ձևի, իր ոճի համաձայն, համահունչ վաղ-առավոտվանից սկսել է բռնաճնշումները, սա որակում ենք որպես բռնաճնշում, որպես վախի մթնոլորտ տարածում, աշխատանքների պարալիզացման ինչ-որ փորձեր, կոնկրետ մեր գրասենյակի ձերբակալվել և հակակոռուպցիոն կոմիտեի տարվե Գյումրու Հայաստան դաշինքի շտաբի պետը Հույդա Պապկեն Սարոյանը, ինչպես նաև մեր դաշինքի պատգամավորներից Հասմիկ Սարաջյանը, նաև 10 հոգի համակիրներ վստահված անձինք ձերբակալվել են վաղ-առավոտյան ժամը 5-ից մինչև 8 ընկած ժամանակահատվածում։ Որոշակի ինֆորմացիա ունենք, որ այս պահի դրությամբ Պապկեն Սարոյանը արդեն դրսում է, փաստաբանների աջակցությամբ հստակ չեմ տիրապետում ինչ է եղել հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ մնացածը ամբողջ քաղաքում, ամբողջ հանրապետությունում երևի թե դուք ավելի լավ եք տեսնում, թե ինչ միջոցներով, ինչ մեթոդներով փորձում է գործող վարչախումբը ամեն ինչ անել ընտրությունները ի օգուտ իրենց դարձնելով, որովհետև այն ինչ կարելի է իրեն, չի կարելի մյուսներին, ինքն ցանկացած փոքր շեղում, փոքր արդահայտած միտք կարող է դառնալ ձերբակալության առիթ, բայց երբ որ իրենք անմիջապես ուղղորդում են համայնքի ղեկավարներ, վարչական ղեկավարներ կանգնած ուղղորդում, հսկում են քվեարկության ընթացքը, քվեաթերթիկներ են դուրս հանել տալիս, ներս են բերում, սրա մասին որևէ բան չկա, ոստիկանությունը որևէ միջոցառում չի ձեռնարկում, հակակոռուպցիոն կոմիտեից որևէ լուր չկա, որևէ ՔՊԱ-գանի ձերբակալվելու մասին խոսակցություն չկա, ամբողջ ճնշումները ընդդիմադիր դաշտի վրա են, հատկապես թիրախավորված է առաջատար 3 կուսակցությունները։ Այս պահին ինֆորմացիա չունենք, ինչ պատճառաբանությամբ են տարել։ Նույնիսկ շատերի ընտանիքի անդամները մինչև օրվա կես տեղյակ չեն եղել, թե ուր են տարել։